Պատրիա Մինևրա եւ Մարիա Թերեզա Միրաբալները պայքարում էին Ռաֆայել Տրուխիլիոյի բռնապետության դեմ։ Նրանք սպանվեցին անմարտկային դաժանությամբ 1960-ին։ Այսօր Դոմինիկյան Հանրապետությունում նրանք հերոսներ են, Դոմինիկյան հեղափոխության խորհրդանիշներ։ 2000 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հիշատակ քույրերի նոյեմբերի 25-ը սահմանեց կանանց նկատմամբ բռնության վերացման օր։ Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխվենք Երևան, Շենգավիթ վարչական շրջան։ Եթե փողոցում օրինակ նկատեք, որ մի տղամարդ կնոջը քաշքշում է կամ բղավում է կնոջ վրա, ոստիկանություն կհազանգեք։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Չեմ կարող այս բանը։ Ինչ ձև բան։ Այսինքն չի կարելի։ Այսինքն բռնության թող ենթարկի կնոջը երեք։ Չէ, դե կարելի է չթողել։ Բայց ինչու է ոստիկանություն զանգել է խնդիր ձեր կարծիքով։ Դե ամեն մարդ իր ձևը ունի, էլի ոնց։ Քան ամոթ է ոստիկանություն զանգել։ Հա, երևի կարելի է ձևել ասել։ Չի կարելի։ Դժվար։ Կբացատրեք։ Ես կխառնում եմ ավելի շուտ։ Չէ, Կբացատրեք։ պատճառը չգիտեմ նշնավոր, ինչ իմանամ ինչի համար է։ Բայց պատկերացնում եք, չէ՞ որ կարող է չհազանգելու պատճառով այդ կինը լուրջ բռնությանի ենթարկվի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, ամեն մարդ իր ներքին կուխնան ունի, ինչ իմանամ ինչ հարցով է, ինչ է։ Ոստիկանություն չէ, բայց կմիջամտեմ։ Ես կմիջամ մտել։ Բայց ոստիկանություն չեկա հազանգի։ Ես կկախեմ։ Բայց չեկա հազանգի։ Ես չի ազատ։ Միգուցե ոստիկանություն այդ պահին չհազանգեմ, բայց կմիջամտեմ։ Համոզված չեմ, որ միլիցիայությունը ըստ պատշաճի ժամանակին կժամանի եւ այլն եւ այլն։ Եթե փողոցում տեսեք, որ ինչ-որ տղամարդ քաշքշում է կնոջը, կհազանգեք ոստիկանություն։ Այո։ Ոնց եք վերաբերվում նրան, որ հետո կարող են ձեզ կանչել հարցաքննության, կրկնակի հարցաքննության։ Նորմալ, որովհետև դու ինչ-որ մեկի, չգիտեմ, հետագա դժբախտությանը կարաս խոչընդոտես այդ պահին։ Բուն բռնությունից զատ կա բռնության մասին հազանգելու խնդիր։ Քաղաքացիները որպես կանոն հակված չեն դրան։ Ավելի քան 2 տարի առաջ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակարաններից մեկում ծնողները երեխային պարբերաբար ենթարկում էին ֆիզիկական ու սեռական բռնության։ Սիվիլնետը գնացել էր դեպքի հետքերով։ Շենքի բնակիչների արձագանքը մեծ զարմանք էր առաջացրել։ Հարևանները տեղյակ էին, թե ինչ էր կատարվում կից դրան ետևում, սակայն արձագանքելու անհրաժեշտություն չէին զգացել։ Դե եթե իր հարազատ ծնողը իր երեխեքի մասին չմտածում, ինչի՞ կողքից ինչ որ օտարազնավորություն հետաքրքրում իր երեխեքի համար։ Այսինքն ուտենց։ Ես եթե իրանց մոտ բնակել լսի, ցավը տանում, այդ իրանց մոտ, այդ ընտանիքի մոտ, այդ գեներից եկած բան է։ Ինչա։ Գեներից եկած բան է։ Ինչ մերը, ինչ իրա մերը, ինչ իրանց ընտանիքը, ինչ իրա երեխեքը։ Հիմա դուք դա իմացել եք ու այսքան ժամանակ ոչ մի իրավապահ մարմնի չեք հաղորդել այդ երեխային։ Ես սարմացություն եմ, ինչի՞ ես պիտի հաղորդեք այդ երեխային։ Բայց ինչի՞ ես։ Իրան փակ ընտանիքիները նշել, որ իրանց երեխեք ինչ որ շփվում են։ Բայց դուք գիտեիք, որ այդ տանը, հարցնում եմ, մեղադրեմ չկա հարցնում։ Տանը չէ, ես որ բռնության ճանաչում եմ իրան մորը։ Բայց ու գիտեիք, որ երեխաները բռնության են Բայց ենթարկվում։ կարելի է ասել։ Ու ոչ մի քայլ, որ իրավապահ մարմինը։ Ես ցանկություն չունեմ ընդհանրապես։ Ցանկություն չունեմ։ Անտարբերությունը խնդրի մի կողմն է, մյուս կողմը այն երկար ընթացակարգն է, որի մեջ ներքաշվում է ահազանգողը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը օրերս Facebook-յան իր էջում անդրադարձել էր այս խնդրին։ Իրեն հայտնի մի դեպքի օրինակով նշում է, որ սա ավելի է նվազեցնում քաղաքացիների ահազանգելու պատրաստակամությունը։ Անձը երեկոյան ուշ ժամի տուն վերադառնալիս դիմացի մայթի ձայներ է լսում եւ դժվարությամբ տարանջատում է մթության մեջ, որ տղամարդու կողմից կնոջ նկատմամբ բռնություն է կատարվում։ Քննչականը մեկ հարցաքննությամբ չի բավարարվել, 2 տարի անց փոխվել է գործը վարող քննիչը, ականատեսին կրկին կանչել են հարցաքննության։ Բայց համակարգը ահազանգ քննչեցնողների պաշտպանվածությունը նախ չի պահպանում, այն իմաստով, որ այսքան երկարատև փորձում է անընդհատ պահել լարվածության մթնոլորտում, ի վերջո նաև անձը մտածում է, որ վայ հանգարց սխալ բաներ չասեմ, որովհետև ի վերջո մոռանում է։ Պետք չի հանրային կարծիք ձևավորել, որ բոլոր քրեական գործերով, բոլոր ահազանգողները տարիներ շարունակ կանչվում են հարցաքննության։ Մի բան էլ ավելացնեմ, որ քրեական դատավարության օրենսգրքում ժամկետները կոնկրետ են, հանրային քրեական հետապնդման կոնկրետ ժամկետներ կան։ Դրանից ավել նախաքննություն իրականացնելու իրավասություն չունի քննիչը։ Բռնության վերաբերյալ ահազանգերի բազմակի փորձ ունեցող մեկ այլ քաղաքացի կարծում է, որ ընթացակարգը բնական է։ Եղել է այդպես, որ ինձ տևական ժամանակ հետո կրկին կանչել են։ Այդ ձեր պատմած
Այո, ընտանեկան բռնության գործով ինձ տևական ժամանակ անց էլի կանչել են, ես ներկայացել եմ մեկ անգամ, հաջորդ անգամ էլի են կանչել տվյալ պահին հարմար չի եղել, խնդրել եմ օրը փոխել, պատրաստական են եղել, օրը փոխել են հարցաքննության, ես կրկին գնացել եմ հարցաքննել եմ։ Ես չեմ խուսափել։ Գտնում եմ խուսափելը սխալ է։ Նկատել եք, որ միջին վիճակագրական հայ աղջկա կյանքը բաժանվում է երկու։ Փողոցային հարցումից զատ Civilnet-ը դիմեց կանանց իրավունքների մասին բարձրաձայնող բլոգեր Թերեզա Փանչոյանին իր հետևորդների շրջանում անանուն հարցում իրականացնելու խնդրանքով։ Հետևորդները պատմեցին բռնության ականատես լինելու իրենց փորձի մասին։ Մենք առանձնացրինք պատասխաններից մի քանիսը։ Իմ մեծ քույրը իր 14 տարեկան երեխային ծեծում է եւ անպատվում։ Մի օր չդիմացա ու թաքուն զանգեցի ոստիկանություն։ Պատմեցի ամեն ինչ։ Ոստիկանությունն ասաց, դա իրենց անձնական գործն է, խառնվելու իրավունք չունեն։ Իրականում հենց մեր տանը հայրս բռնություն էր կիրառում քրոջս հանդեպ։ Շատ առիթներ են եղել, որ ահազանգել եմ, բայց մայրս է արգելել, ասելով, որ անունի ու պատվի հարց կլինի։ Իմ հասցեին հնչեցին անեծքներ, սպառնալիքներ բռնարարի ու ընտանիքի կողմից, բայց իմ պատմածը եղել է այն, որ ինձ զանգել են, խնդրել են գնալ, հեռախոսից այն կողմ էլ լաց ու գոռոցների։ 2023 թվականին քրեական վարույթ է նախաձեռնվել ընտանեկան բռնության 508 դեպքով, 2024-ին 1360, իսկ 2025-ի 9 ամիսների ընթացքում 1334 դեպքով։ Civilnet-ը ներքին գործերի նախարարությանը հարցում էր ուղարկել վարույթների տևողության մասին։ Նախարարությունից հայտնեցին, որ հարցի հասցեատերը քննչական կոմիտեն է, իսկ քննչական կոմիտեից Civilnet-ին պատասխանեցին, որ վիճակագրություն չեն վարում։